Բարի առավոտ, հարգելի հետևորդներ, ABC Media-ն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, դուք դիտում եք լուրերի առավոտյան թողարկումը, ես Գառնիկ Մթաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ մեր երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Գործարար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն 14 ժամ տևած դատական նիստի արդյունքում դատարանը դատավոր Վահեդ Դոլմազյանի նախագահությամբ արձանագրել է, որ գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, ուստի նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ դատարանը Կարապետյանի նկատմամբ կիրառել է գրավ եւ բացակայելու արգելք, նաեւ արգել է տեսակցել Նարեկ Կարապետյանին։ Միևնույն ժամանակ վերացրել են հրապարակային խոսքի վերաբերյալ սահմանափակումները, իսկ ավելի վաղ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Շարժումը շուտով կներկայացնի Սամվել Կարապետյանի տեսլականը եւ նրա ծրագրերը տնտեսության եւ անվտանգության ոլորտներում։ Կարապետյանի խոսքով առաջին խոշոր իրադարձությունը տեղի կունենա այս շաբաթ։ Իսկ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին Էջմիածին բժշկական կենտրոն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բուժզնությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Հետազոտություններից հետո պարզվել է, որ սրտի վիճակը կարգավորվել է եւ Սամսոնյանին կրկին տարել են բանտ։ Իսկ Anti-Fake AM-ի թիմն ակցիա կիրականացնի այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտության պայմանավորված Նարեկ Սամսոնյանին բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։ Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Բժիշկը կալանքի հետ անհամատեղելի ախտորոշում էր տվել եւ նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը փաստաբանը բնութագրել էր հանցագործություն։ Նրան տեղափոխել է այս քրեակատարողական հիմնարկ ուղղակի կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան։ Հիմա այս պայդրությամբ պարզվում է, որ այս քրեակատարողական հիմնարկում գոյություն չունի բժիշկ, ինչ որ բուժքույր կար, բայց որին ես հնարավորություն չունեցա հանդիպեի։ Պարզվեց, պարոն Ղուկասյանը շարունակում է գանգատվել առողջական խնդիրներից, սրտի եւ կրծքավանդակի շրջանում ցավեր եւ բարձր շաքար այդ շաքարի մակարդակը արյան մեջ եւ նրան ախտորոշել են շաքարային դիաբետ երկրորդ տիպ ծանր ընթացքով։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այցելել է Իզմիլյան բժշկական կենտրոնում հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին եւ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գտնվող Բագրատ Սրբազանին։ Ապօրինաբար անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պետք է ձևավորվի հանրային պահանջ։ Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է, ասել է պատգամավորը։ Մասյացոտնի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարակ է մատուցել թեմի նոր առաջնորդ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Սատանան ուզում է մեզ պարակտել, բաժանել ծիսակատարության ճանապարհով, պիտի միավորվենք, սիրենք իրար։ Հայ Ռուբենը վստահ է, որ հայ առաքելական եկեղեցին այս փորձություններն էլ կհաղթահարի։ Ըստեր Միքայել Սրբազան արքեպիսկոպոս, շնորհեցես մեզ ընկերկային հավուրս ուղիղ Վարդապետ։ Այս թեմ եմ եկել հաշտության օրակարգով, եկել եմ ծառայելու եւ ինչքան հնարավոր է պառակտումը
Եթե հնարավոր չլինի ամբողջությամբ փարատելու, բուժելու, գոնե հնարավորինս այս պառակտումը վերացնելու։ Հայ Ռուբենն անդրադարձել է նաև Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի դատարան ներկայացրած միջնորդությանը։ Նրա խոսքով երբևէ նման նախադեպ չի եղել եւ հույս ունի, որ այս մեկ դեպքը չի դառնա շարունակական։ Մենք բան չունենք, աշխատանքային պայմանագիր չունենք, մեր ծառայությունը եւ նշանակումները մեր եկեղեցական հնազանդության ուխտի դրա վրա է եւ վեհապարը բոլոր իրավասություններն ունի եւ թեմի առաջնորդ նշանակելու եւ թեմի առաջնորդին հետս կոչելու, այդ թվում նաեւ նոր թեմեր բացելու կամ փակելու։ Ավելի վաղ Մասյացոտնի թեմի 21 հոգևորական հայտարարել է, որ Ռուբեն Վարդապետին ճանաչում են որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ, հորդորելով չտրվել սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին եւ զգուշացնելով եկեղեցու միությունը խաթարող խոսքերից պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը մայր եկեղեցուն։ Միջազգային լրահոսից Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ Ալ-Շարան հաստատել է քրդական ուժերի հետ կնքված նոր հրադադարի համաձայնագիրը, որը նախատեսում է հրադադար բոլոր ճակատներում, հայտնել է Ալ Ջազիրան։ Ըստ համաձայնագրի քրդական կոալիցիայի Սիրիայի դեմոկրատական ուժերի բոլոր ստորաբաժանումները կտեղափոխվեն Եփրատ գետի արևելյան ափ։ Փաստաթուղթը նաև հաստատում է Դեյր Էլ-Զոր նահանգում կառավարական բանակի գրաված նավթի եւ գազի հանքավայրերի հսկողության փոխանցումը Սիրիայի կառավարությանը։ Չնայած գրոհները դադարեցնելու Միացյալ Նահանգների կոչերին Սիրիայի կառավարական ուժերը շարունակել են առաջխաղացումը հյուսիսային շրջաններում, որոնք քրդերի վերահսկողության ներքո են։ Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ բանակը գրավել է Թաբկա, Մասկանա եւ Դեյր Հաֆիր քաղաքները, նաև վերահսկողություն հաստատել Թաբկային հարակից 2 ամբարտակի նկատմամբ։ Իսկ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի մոտ 5000 աշխատակից, հայտնել է Reuters-ը։ Գործակալության իրանցի պաշտոնյան հայտնել է, որ ամենաուժեղ բախումները եւ մահացությունների ամենամեծ թիվը եղել է Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում, որտեղ մեծ է քրդական բնակչության թիվը։ Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան եւ Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարությամբ պատասխանել են Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությանը։ Հայտարարությամբ կողմերը լիակատար համերաշխություն են հայտնում Դանիային եւ Գրենլանդիայի ժողովրդին, պատրաստակամություն հայտնելով սկսելու երկխոսություն, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա։ Որպես ՆԱՏՕ-ի անդամներ մենք հանձնառու ենք ամրապնդելու Արկտիկայի անվտանգությունը, որպես ընդհանուր տրանսատլանտյան շահ։ Եղանակի մասին շրջանների մեծ մասում ձիանտեղումները կշարունակվեն, օդի ջերմաստիճանը գիշերը բարձրացել է եւս 2-ից 3 աստիճանով, բայց հունվարի 20-ից 22-ը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։ Եվ վերջում Կրասնոդարում բադերը խցանման մեջ են ընկել։ Առատեղումներից հետո սառույցի վերածված ջրամբարներում թռչունները գծել եւ ստեղծել են հարմար երթուղիներ, որոնցով լողում եւ տեղաշարժվում են իրենց հետևից մեկ շարքով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։